Մինչ օրակարգային հարցերի քննարկումը քաղաքապետ Սամվել Բալասանյանը հանդես եկավ առաջարկություն հրահանգներով։ Բոլոր բաժինների պետերն ու աշխատակիցները հրահանգվեցին առաջիկա շաբաթ օրը ևս մասնակցել շաբաթօրյակին, լինել ակտիվ եւ այդ աշխատանքներում ներգրավել նաեւ քաղաքի բնակիչներին։ Իսկ առաջարկությունը վերաբերում էր Վարդանանց հրապարակի եղևնիները տարածքից հեռացնելու խնդրին։ Չեմ ուզում դրա համար ոչ ես պատասխանատվություն կրել, ոչ էլ պատասխանատվության առաջ կանգնեցնել ավագանու անդամներին, խոստովանեց քաղաքապետը։ Ես գիտեմ հիմա շատ մեծ հնչեղություն է ունենալու, որ ավագանին ուզում է անել կամ քաղաքապետը առաջարկել է եւ այլն եւ այլն։ Ճիշտ ասած պետք է գեղեցկացնենք։ Ինձ թվում է, որ այն ժամանակ որ բերել են այս եղևնիները, ասել են սրանք ոնց որ թե չեն բարձրանում, այն որ ասում է Կարլիկովի եղևնիներ են, բայց փաստորեն այդպես չի եղել, բարձրացել են շատ գեղեցիկ է, բանջուն եմ ասելու, բայց լրիվ փակել է տեսադաշտը եւ հրապարակի տեսքը ոնց որ թե այն չի։ Թե որ եղևնին տեղափոխվելու բախտին կարժանանա, որը կկնքի մահկանացուն կորոշի հանրային քննարկումը։ Նույնիսկ փակ քվեարկությամբ վերջնականում անցկացնեն, փակ գաղտնի քվեարկությամբ, եթե անհրաժեշտ է, դա լինեն հասարակական կազմակերպություններ, գերատեսչություններ, բոլոր մեր քաղաքի բնակիչների կարծիքը, ինձ թվում է պետք է հաշվի առնել։ Շատ կարևոր խնդիր է։ Օրակարգային առաջին հարցը մայիսյան տոներին ընդառաջ հայրենական պատերազմի եւ Արցախյան հերոսամարտի մասնակիցներին ու զոհված ազատամարտիկների ընտանիքներին դրամական օգնություն տրամադրմանն էր վերաբերում։ Ես չեմ կարող մի ցուցակները ներկայացնել, ընդհանրապես համամասնորեն գումարը պիտի բաշխվի Արցախյան ազատամարտիկների, հայրենական պատերազմի վետերանների եւ պատերազմից հետո զոհվածների ընտանիքներին, մեկ էլ մյուս զոհված ընտանիքների պատերազմի ժամանակ։ Այդ ցուցակնուներ մշակույթի բաժնի պետ Արտաշես Կարապետյանը ըստ նրա այդ 6 միլիոն դրամը պետք է բաշխվի հայրենականի մասնակից 100 վետերանի, Արցախյան հերոսամարտի մասնակից ու հաշմանդամ դարձած 309 ազատամարտիկի ու զոհված ազատամարտիկների 106 ընտանիքի։ Ավագանին նաև միաձայն որոշում կայացրեց Գյումրու քույրերի միավորման ունեցած գույքահարկը ու հողի հարկը զիջելու մասին։ Առնելով նրանց ֆինանսական դժվարությունները 176,000 դրամ գույքահարկը, 18,746 դրամ հողի հարկը։ Խոսքը սահմանափակ պատասխանատվության ընկերության մասին է, որը շահույթ հետապնդող հիմնարկ է։ Այլ խնդիր, որ ուսումնասիրել եք եւ բարձրացել, որ հնարավորություն չունեն լուծել, այդ տարիների հիմնավորում։ Եթե չկա հիմնավորում, կա հենց կա հիմնավորում։ Ես զիջելու կողմ չեմ դառնում, դուք տեսնում եք, ես որևէ հարց զիջման հետ կապված չեմ մտնում։ Բայց այս հարցը ինձ թվում է, որ պետք է առաջել է զիջել, հիմա էլ պետք է զիջել, որովհետեւ մենք գիտենք, որ իրենք չեն աշխատում։ Ընդհանրապես չեն։ Գնացեք ուսումնասիրեք, չեն աշխատում եւ այդ մարդիկ շատ ցաներ վիճակում են։ Սա հիմնավորումն է։ Միաձայնության բարի մթնոլորտը պահպանվեց եւ հաջողությամբ կիրառվեց նաեւ Համալիր մարզադպրոց համայնքային ոչ առևտրային կազմակերպության լողավազանի վերանորոգման աշխատանքները ավարտին հասցնելու համար գումարի տրամադրման հարցի քննարկման ժամանակ։ Արմենու Հիմինասյան, Լևոն Խաչատրյան, Ազդարար։